ունենում ենք ահռելի քանակի հայցեր ու քրեական գործեր միջդատական վարույթում եւ դատարաններում եւ չասեմ չենք ունենում ենք հատվածային կամ շատ փոքր քանակի լուծված գործեր։ Դա անխուսափելիորեն հանգեցնում է նրան, որ մարդու մոտ սկսում է ձևավորվել անարդարության զգացում, որովհետեւ անընդհատ մարդուն ասել, որ մենք պրոցես ենք անում, նշանակում է անընդհատ մարդուն համոզել, որ մի քիչ էլ սպասի, մի քիչ էլ սպասի, իսկ ինչքան մարդը կարող է համբերել, երբ որ տուժել է հանցագործությունից, չեմ խոսում մեծ, ինչ-որ լուրջ, ծանր սպիտակոձիկների հանցավորությունից, խոսում եմ առօրեական հանցագործության մասին։ Եվ պատահական չի, որ ժամանակակից իրավագիտության մեջ շատ հստակ կա ձևակերպում այս հարցի համար, ուշացած արդարադատությունը, մերժված արդարադատությունը։ Եվ այս առումով թիվ 1 խնդիրը, որը իմ ուշադրության կենտրոնում է գտնվել եւ հետագայում էլ գտնվելու է անկախ իմ զբաղեցրած դիրքից, դա ուշացած արդարադատությունն է։ Դա պրոցեսների եւ ոչ թե արդյունքի վրա կենտրոնացված արդարադատությունն է։ Այս առումով նաեւ մի հանգամանքի մասին կցանկանայի խոսել, մենք անընդհատ խոսում ենք գործերի քննության ձգձգումներից դատարաններում։ Այո, դատարաններում գործերը, օրինակ միջին ծանրության հանցագործությունները կարող են տևել 5 տարի քննությունը։ Մի օր դատախազը չի գալիս, մի օր փաստաբանն է հիվանդ, երրորդ օրը դատավորն է վերապատրաստման, ու սենց անընդհատ գործերը 2-2 ամիսներով ձգձգվում են։ Ցավոք, գոնե իմ ուսումնասիրության շրջանակներում հայտնված գործերը ցույց են տալիս, որ գրեթե նույն խնդիրն ունենք նաև միջդատական վարույթում։ Հատկապես փորձաքննությունների մասով։ Ունենք նշանակված փորձաքննություններ, օրինակ մի բողոքի շրջանակներում հարցում անելու եւ պատասխան ստանալու արդյունքում տեսա, որ փորձաքննությունը նշանակվել է եւ 3 տարի տևում է։ 3 տարի տևում է ոչ թե որովհետեւ այդ ծավալիկ աշխատանք է պետք իրականացնել, այլ ուղղակի ինչ-որ պրոցեսներ են անընդհատ տեղի ունենում։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ մենք ունենք մեխանիզմ, որը թույլ կտա հաղթահարել գոնե միջդատական վարույթում այս ձգձգումները։ Դա արդյունավետ դատախազական հսկողությունն է։ Իսկ ինչպես հասնել այդ արդյունավետ դատախազական հսկողության։ Էլի շատ պարզ մեխանիզմ է, հետևողական դատախազով։ Եթե դատախազը հետևողական է գործի նկատմամբ, իսկ ես չեմ խոսում միայն ժամկետների եւ երկարացվող նախաքննությունների մասին, 2 ամսով։ Ես խոսում եմ ամենօրյա աշխատանքի մասին, երբ դատախազը իր հսկողության տակ գտնվող գործի վերաբերյալ ունի տեղեկատվություն եւ հետևողական է այդ գործի քննության նկատմամբ, քաղաքացին չի գալու կառավարության դռների դիմաց, ազգային ժողովի դիմաց պահանջի իր գործի քննությունը։ Եվ մենք էլ ստիպված լինենք բացատրել, որ ամենազոր չէ քաղաքական թիմը եւ չի կարող իրավական հարցերի մեջ խառնվել, միջամտել։ Ինչու՞ ինձ մի անգամ չի որ մեղադրում են, եթե լրատվությունը հետևում եք։ Երրորդ խնդիրը, որը բխում է այն կողմից բարձրացված 2 այս խնդիրներից, էլի իմ անձնական դիտարկման արդյունքն է եւ շատ են ինձ հետ վիճում նաեւ իմ գործընկերները, ոչ միայն դատախազները։ Ես ասում եմ, որ մենք այլևս իրավունք չունենք գործի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, այսպես ասած հանցագործության հաղորդման մասին իմանալու բացառապես վերբալ ապացույցներից կամ տուժողների բողոքներից։ Մենք կարծես ողջ այս քրեադատավարական մեխանիզմը, շատ պատկերավոր ասած, ծանրացնում ենք տուժողի կամ վկայի ուսերին։ Ասում ենք արի ցուցմունք տուր։ Լավագույն դեպքում առաջարկում ենք պաշտպանություն։ Պաշտպանությունը էլի ֆորմալ պաշտպանություն, հա, անվտանգային նկատառումներով։ Բայց 21-րդ դարում, երբ մեր ամբողջ սոցիալական կենսագործունեությունը թողնում է փաստաթղթավորված հետքեր։ Հիշեք առավոտից մինչ ազգային ժողովի շենք ձեր հասնելու գործընթացը, ձեր բոլոր վճարումները, ձեր բոլոր հեռախոսազանգերը, ամեն ինչը իրավաբանորեն փաստաթղթավորված, իրական կամ վիրտուալ գործընթաց է։ Եվ այս պայմաններում պահանջել, որպեսզի անձը ինքը գա եւ ստանձնի բեռ հանցագործության մասին մեզ հայտնելու կամ այդ հանցագործության արդյունավետ հաջողված քննություն ապահովելու իմ կարծիքով արդեն հին է, ժամանակավրեպ է եւ պետք է այդ մոտեցումից հրաժարվել։ Ճիշտ է, վերբալ ապացույցները կարեւոր են, բայց վերբալ ապացույցները գնալով պետք է նվազեն քրեադատավարական մեխանիզմների մեջ, տեղը զիջելով փաստաթղթավորված գործունեությանը։ Իսկ դրա համար եւ իրավական առումով եւ նաեւ տեխնոլոգիայի առումով ամեն ինչ արվում է։ Նու խոսքը չի գնում իհարկե չարաշահումների մասին, ենթադրում եմ, խոսքիցս հասկանալի է, որ օրենքով կարգավորված գործընթացների մասին է խոսքը։ Չորրորդ խնդիրը, որի մասին կցանկանայի խոսել, վերաբերում է համագործակցված աշխատանքի պակասին։ Լինում են իրավիճակներ, երբ
քննիչը, էլի սուբյեկտային կազմով ասեմ, եւ դատախազը պարզապես իրար հետ չեն շփվում, չեն խոսում, no? Հասարակ մարդկային ամենամեծ կարողությունը, որ մեզ տված է, չեն օգտագործում։ Եվ դա վերածվում է մի հատ երկար փաստաթղթաբանության արդյունքում խոցելի վիճակի մեջ դնելով տուժողին։ Տուժողը ստիպված է այս երկու գերատեսչությունների թղթաբանության մեջ անընդհատ փնտրել իր հարցերի պատասխանը, փնտրելու համար վարձել փաստաբան, փաստաբանի համար վճարել, ու այսենց անընդհատ հայտնվել տեղապտույտի մեջ մինչև կհոգնի։ Վատագույն դեպքում։ Լավագույն դեպքում կհասնի մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ շատ տեխնիկական, բայց շատ կարևոր խնդիր է համագործակցված աշխատանքը ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս։ Խոսքը գնում է օտարերկրյա գործընկերների հետ շփումների։ Եվ այս առումով ոչ միայն ֆորմալ հանդիպումները, այլև մասնագիտական քննարկումներն եմ ես կարևորում, որովհետև մենք գործ ունենք այսօր շատ ավելի պրոֆեսիոնալ հանցավորության հետ, սպիտակ օձիքների հանցավորությունն այսօր դառնում է գրեթե իդեալական, հաշվարկային մակարդակի, ֆինանսական, մաթեմատիկական, անալիտիկ, եւ այս առումով նախաքննությունը կարծես հետ է ընկնում։ Տեխնիկապես կարծում եմ սա հնարավոր է, ընդհանրապես կամք ու ցանկություն է պետք նոր բան սովորելու եւ որակի առումով զարգանալու։ Եթե այսօր մենք խոսում ենք միջազգային մեր գործընկերների կամ օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության մասին, մենք խոսում ենք փողերի լվացման մասին, մենք խոսում ենք թմրատրաֆիկի մասին, մենք խոսում ենք այս սպիտակ օձիքների հանցավորության մասին, պարզաբանեմ ինչի եմ ասում սպիտակ օձիքների հանցավորություն, որովհետև դրանք հիմնականում շատ բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից կատարվող ֆինանսական չարաշահումներն են։ Խոսքը վերաբերում է եւ պետական մարմիններում եւ առևտրային կազմակերպություններում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց։ Այս առումով կցանկանայի շեշտադրել մի կարևոր հանգամանք, որը վերաբերում է էլի գուցե տեխնիկական հնչի առաջին հայացքից կամ մի քիչ ավելի ռետորական հնչի։ Համագործակցված աշխատանքից բացի ես կարևորում եմ, որ այստեղ բացառվի հովանավորչությունը։ Շատ դժվար է մերժել, ես հասկանում եմ։ Շատ դժվար է մերժել փոքր հասարակության մեջ, որտեղ քեզ բոլորը ճանաչում են, դու ճանաչում ես բոլորին։ Շատ դժվար է դեմ գնալ այն կարծրատիպային մոտեցումներին, որ կա։ Մենք շատ ավելի մոտ հարաբերություններ ենք աշխատում իրար հետ պահել։ Բայց կոռուպցիան չի դրսևորվում միայն կաշառքով, կաշառքն էլ չի դրսևորվում միայն թղթադրամը իրար փոխանցելով, եւ եթե նկատում եք գնալով այդ պրակտիկան ավելի փոքրանում է։ Կոռուպցիան դրսևորվում է նաեւ հովանավորչությամբ։ Եվ եթե հովանավորչության նպաստող պայմանները չհաղթահարվեն, սա լուրջ մարտահրավեր է օրենքի գերակայությանը, ինչն էլ իր հերթին հանձնաժողովի հետ քննարկում էինք հենց երեկ, ժողովրդավարության հիմքերը ուղղակի քայքայելու է։ Խոսել ժողովրդավարության մասին առանց օրենքի գերակայության եւ խոսել օրենքի գերակայության մասին ունենալով արտոնյալներ ու հովանավորչություն, ինձ թվում է շատ ֆանտաստիկ դատողություններ են։ 6-րդ խնդիրը, որի մասին կցանկանայի խոսել, հանցագործությունը կանխարգելող մեխանիզմները քրեական գործի